Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ հայ ազատագրական պատերազմը 5-րդ դարում եւ նախորդ կասեմ շնորհակալություն դիտելու համար, մեկնաբանություններ լայքեր թողեք, խելամիտ մեկնաբանություններ լայքեր թողեք եւ ավելի հետաքրքիր տեսահոլովակներ կհանեմ հայ ազգի մասին։ Շնորհակալություն նախորդ դիտելու համար։ Արշակ Կունյաց թագավորության անկումից հետո Պարսից տիրապետության տակ ստեղծվեց մարզպանական Հայաստան, որն ուներ ներքին ինքնավարություն, հայ նախարարների և հոգևորականների իրավունքների պաշտպանությամբ։ Դրա կարևոր երաշխավորումը հայկական բանակն էր։ Այդ իրավիճակը պահպանելու ձեռնտու չէր Պարսից տերությանը։ Պարսիկներն այդ կարգավիճակը պետք է փորձեին վերացնել առաջին հնարավորության դեպքում։ Պարսից արքա Հասկերտ II 439-ից 457 թվականների կառավարման տարիներին արտաքին խնդիրները լուծելուց հետո անցավ ներքին հարցերին, առաջնահերթ համարելով Հայաստանում քրիստոնեության վերացումը։ 447 թվականին Հայաստանն ուղարկվեց Դենշապու անունով պաշտոնյա, որն անցկացրեց աշխարհագիր, մարդահամար և գույքահամար, ծանրացրեց հարկերը, որոնցից հնարավորություն ընձեռեց ազատվելու միայն զրադաշտականություն ընդունողներին, դեմ հանեց հայոց նախարարներին, աջակցելով զրադաշտականության դարսածներին։ 449 թվականին Հասեր II հրովարտակ ստացվեց կրոնափոխության պահանջով, հայ մեծամեծները ժողով հրավիրեցին Աշտիշատում և մերժեցին Պարսից արքային, այսինքն աշխարհաժողով արեցին ու աշխարհաժողովի միջոցով հրաժարվեցին կրոնափոխության այդ պայմանից։ Վերջինս զայրացած Տիզբոն կանչեց հայոց Վրաց և Աղվանից նախարարներին, մահվան սպառնալիքով պարտադրելով նրանց կրոնափոխ լինել։ Ստեղծված պայմաններում նախարարները առերես ընդունեցին, համաձայնեցին պահանջին, Հասկերտ II պատանդ պահեց Գուգարաց իշխանին, Աշուշ-Բդեշխին և մարզպան Վասակ Արծրունու երկու որդիներին։ Հայրենիք վերադառնալուց նախարարների հետ ուղարկվեցին 700 մագեր, որոնք պետք է զրադաշտականություն տարածեին Հայաստանում։ Հայաստանում հոգևորները դիմադրություն շարժում էին սկսել։ Զարևանդի անգղ անվան Ղևոնդ երեցի առաջնորդությամբ ժողովուրդը հարձակվեց մոգերի վրա փախուստի մատնելով նրանց։ Հայ ազնվականությունը ժողովրդին ներկայացրին իրականությունը, ապա սկսեցին կազմակերպված ապստամբություն, որի նպատակն էր վերականգնել անկախ պետությունը։ Ապստամբության գլուխ կանգնեց Վասակ Սյունին։ Որոշվեց օգնության խնդրանքով հազարապետ Վահան Ամատունուն գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Բյուզանդիա։ Զորքը բաժանվեց 3 մասի, մի մասը Ներշապու Արծրունու գլխավորությամբ շարժվեց հարավ, հսկելու Պարսկաստանի սահմանները, երկրորդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ շարժվեց Աղվանք օգնելու դաշնակիցներին, այստեղից էլ գնալու ճորապահակ հոներից օգնություն բերելու, երրորդ մասը Վասակ Սյունու գլխավորությամբ մնաց Այրարատում։ Վահան Ամատունին սակայն վերադարձավ Ձեռնունայն։ Բյուզանդացիները ոչ միայն թրջեցին նախապես խոստացած օգնությունը, այլև թույլ չտվեցին բյուզանդական մասի հայ նախարարներին, որ սեփական զորքերով օգնեն իրենց եղբայրներին։ Դեռ ավելին, ապստամբության ծրագրի մասին տեղյակ պահեցին պարսիկներին։ Մինչև այդ Աղվանքին օգնելու գնացած Վարդան Մամիկոնյան 450 թվականի ամռանը Խաղաղի (այժմ Ղազախի) տարածքում ճակատամարտում ջախջախել էր պարսից զորքը, ապա հասնելով ճորապահակ դաշինք էր կնքել հոների հետ։ Բյուզանդիայի մերժման լուրը ստանալուց հետո Վասակ Սյունին անխոհեմություն էր համարում Պարսկաստանի դեմ միայնակ դուրս գալը, ուստի հրաժարվեց ապստամբության հետագա շարունակությունից։ Բացարձակ դրան, Վարդան Մամիկոնյանը որոշեց շարունակել ապստամբությունը։
Դժբախտաբար հայոց ավագանին ուժ չունեցավ ընդհանուր հայտարարի գալու, իսկ ապստամբները պառակտվեցին Վասակյանների և Վարդանանցների։ Թոմը Արծրունին հաղորդում է, որ պառակտումից հետո ապստամբները քննարկում էին հարցը արքայի նոր թեկնածուի աչքի առաջ ունենալով Վահան Արծրունու և Վարդան Մամիկոնյանին։ Ընտրությունը կանգավ առ վերջինի վրա։ 451 թվականի գարնանը Պարսից արքունիքը ապստամբության հետագա զարգացումը կանխելու համար Մուշկան Նյուսալավուրդի գլխավորությամբ մեծ զորաբանակ ուղարկեց Հայաստան։ Մայիսի 26-ի Վասպուրականի Արտազ գավառում Ավարայրի դաշտում տեղի ունեցավ վճռական ճակատամարտը։ Գլխավորած «Մահն անմահություն է» կարգախոսով հայոց բանակը առավոտից մինչև մայրամուտ մարտնչեց գերակշիռ ուժերով, մատյան գնդով ու մարտական փղերով կռվող հակառակորդների դեմ։ Ավարայրի ճակատամարտը ավարտվեց հայերի ռազմական պարտությամբ։ Զոհվեց Վարդան Մամիկոնյանն ու մի շարք հայ նախարարներ։ Հայոց բանակը նահանջեց երկրի խորքերը, շարունակելով պայքարը Տայքի, Խաղտինիքի, Արցախի, Մոքսի, Տմուրիքի, Պարսխարի և այլ լեռնային շրջաններում, սակայն Պարսից արքունիքը ստիպված էր գնալ զիջումների՝ դադարեցնելով կրոնափոխության հարկադրանքը։ Դրանից ելնելով հայ պատմագրության մեջ Ավարայրի ճակատամարտի արդյունքը գնահատվեց որպես բարոյական հաղթանակ։ 470-ական թվականներին Պարսից արքունիքը նոր ճնշումներ սկսեց հարկերի և կրոնափոխության պահանջով, Բյուզանդիայի հետ կապի մեղադրանքով։ 478 թվականին աթոռազրկվեց հայոց կաթողիկոս Գյուտ Արահեզացին։ Դրա արդյունքում 481 թվականին Հայաստանում բռնկվեց նոր ապստամբություն, որի ազդակը դարձավ Վրաց թագավոր Վախթանգի ըմբոստությունը։ Հայերը վտարեցին Պարսից Արվշնաստ մարզպանին և կազմեցին կառավարություն Սահակ Բագրատունու գլխավորությամբ։ Մովսես Խորենացու մեկնությամբ տալիս է։ Սահակ Բագրատունին ընտրվեց մարզպան, Վահան Մամիկոնյանը՝ սպարապետ։ Բյուզանդիական առաջվա նման չօգնեց, չնայած նախնական խոստմանը։ Հայերի առաջին հաջողությունը եղավ Ակոռի ճակատամարտում 481 թվականին, որի ժամանակ սպանվեցին նաև պարսից մարզպանը։ Երկրորդ ռազմական հաջողությունը 482 թվականին տեղի ունեցավ Ներսեպատի կամ Արտազ գավառում։ Ճակատամարտն էր։ 483 թվականին Վրաց թագավորը օգնություն խնդրեց հայերից։ Կուր գետի ափին 483 թվականի ամռանը տեղի ունեցավ Ճարմանայի ճակատամարտը։ Հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց։ Զոհվեցին նաև մարզպան Սահակ Բագրատունին։ Վահան Մամիկոնյանը վերադառնալով Հայաստան շարունակեց մանր պարտիզանական կռիվները։ 484 թվականին պարսիկները պարտություն կրեցին միջնասիական հեպթախների ցեղերից։ Սպանվեցին նաև պարսից Պերոս թագավորը։ Գա բարձրացավ Բալաշ կամ Վաղաշ արքան, որոշեց հաշտություն կնքել հայերի հետ և Հայաստան ուղարկեց Նիրոխ Վշնասպանդին։ Բանակցությունները ընթացան Հեր գավառի Նվարսակ գյուղում։ Պարսիկները ընդունեցին հայերի պահանջները, կնքվեց պայմանագիր, որով պարսիկները հրաժարվեցին կրոնափոխության հարկադրանքին։ Պետական պաշտոններից պետք է ազատվեին անարժանները և հետագայում նշանակվեցին միայն արժանավորներին։ Պարսից արքունիքը չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին։ Վահան Մամիկոնյանը ճանաչվեց հայոց սպարապետ, իսկ մեկ տարի անց նշանակվեց մարզպան։ Թե երբ մահացավ Վահան Մամիկոնյանը, ստույգ հայտնի չէ։ Դվինի 506 թվականի ժողովի մասնակիցների ցանկում դրա անունը չկար, ինչից հետևություն են արվում
Հետևության վրա եզրակացնում են, որ այդ ժամանակ արդեն մահացել էր, իսկ մարզպանի պաշտոն նրա փոխարինել էր եղբայր Վարդ Մամիկոնյանը, սակայն հետագա դարերում ապրած մեր պատմիչների տեղեկությունների համաձայն Վահան Մամիկոնյանը որպես մարզպան իշխել է 30 կամ 31 տարի։ Ստացվում է, որ Վահան Մամիկոնյանը մարզպան է եղել մինչև 516 կամ 517 թվականներ, ինչը համապատասխանում նաև Հովվան Դրասխանակերտցու այդ տեղեկության հիմքը, որը Վահան Մամիկոնյանը հաջորդած նրա եղբայր Վարդն հայոց մարզպան է դարձել Սամուել I արծրունու կաթողիկոսության ժամանակ 516-ից 526 թվականներին։ Բաց է մնում հարցը, թե ինչու 506 թվականին Վահան Մամիկոնյանը չի հիշատակվում Դվինի ժողովում։ Շնորհակալություն դիտելու համար, մինչ նոր հետաքրքիր պատմություններ հայ ազգի մասին։